Սա բացի այդ պետական միջոցների մսխում է Երևանի քաղաքապետարանի կողմից Ամիրյան փողոցի ամբողջ մայթերի սալիկները փոխարինում են նորերով, որի կարիքը չկա։ Հիմա ցույց եմ տալի, որ սալիկը նորմալ բարվոք վիճակում են գտնվում։ Սա այն սալիկներից է, որը Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ հատվածներում տեղադրում են, բայց անձրևից հետո փշրվում են ու շատերը տեսել եք ոնց եմ գնում ճկույտով քանդում են։ Իսկ այս սալիկները այդ անորակ սալիկներից չեն ու չեն քանդվում։ Ու այս հատվածի Ամիրյան փողոցի սալիկները նոր տեղադրված սալիկներ չեն, այսինքն 10, 20 կամ էլ ավելի շատ տարիներ տեղադրված են եւ աղից, անձրևից եւ այլն ինչ-որ այլ փողոցների մշակման այդ քիմիկատների հարցունքում չեն քայքայվում, չեն փշրվում։ Ի տարբերություն Երևանի քաղաքապետարանի կողմից հեղափոխական սալիկների։ Մենա տեսեք, նորմալ բարվոք վիճակում է գտնվում։ Այսինքն իմաստը այս տան գումար հատկացնելու ես չեմ տեսնում ու ասեմ այս աշխատանքների տենդերը մրցույթը 273 միլիոն է կազմում։ Շահող կազմակերպությունը Գոգշինն է, նույն կազմակերպությունն է, որը իրականացել է Տիգրան Մեծ Ագաթակեղոս փողոցի մայթերը, որը էլի տեսանյութ է հրապարակել, ցույց է տալի, որ ինչ անորակ աշխատանքներ էին իրականացել, սա քանդվել էր, որտեղ տակը ցեմենտի հիմք չկար, մենակ ավազի վրա էին շարել։ Ու հիմա տեսեք ժողովուրդ ջան, նորմալ, ամուր սալիկներ են, կարծում եմ այս սալիկները երևի մոտ 50-60 տարվա տեղադրված սալիկներ են, որը էլի այդքան էլ կարող էին ծառայել Երևան քաղաքին եւ 273 միլիոն դրամը քաղաքապետարանը կարող էր նպատակային Երևան քաղաքի համար առաջնային անհրաժեշտության խնդիրների լուծման վրա ծախսել, բայց քաղաքապետարանը առաջնային անհրաժեշտություն խնդիրներին տեղիք չի տալի, այլ ուղղակի սենց ոչ հիմնավոր պետական միջոցները մսխում են։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, ասեք, այս մայթին ինչա պատահել, այսինքն կոտրված հատված չկա, փոշ չկա, նորմալ բարվոք վիճակում է գտնվում ու Երևանում կա շատ տեղ է, որտեղ նման մայթեր չկան, այսինքն ճիշտ կլիներ, որ առաջնայինը, որտեղ մայթեր չկա, մայթեր այդտեղ կառուցեին, այլ ոչ թե բռնեն 273 միլիոն դրամ հատկացնեն մայթերի կառուցման համար, որտեղ մայթը բարվոք նորմալ վիճակում է գտնվում։ Ու դեռ ծառերի մասին ըսկի չեմ խոսում, որտեղ դրանց մասին խոսելու իմաստ չկա։ Այսինքն տեսնում եք, որ նորմալ բարվոք վիճակում է գտնվում։ Բայց քաղաքային իշխանությունը որոշել է պետական միջոցները մսխի։ Հիմա ասեք ժողովուրդ ջան, եթե սա պետական միջոցների մսխում չի, ապա ի՞նչ է։ Այսինքն տեսնում եք, սա այն նույն սալիկներից է, որը Նորնոկ վարչական շրջանում քաղաքապետարանի հետևի գտնվող վերածննդի այգում է տեղադրել անցած տարի, ու ես էլի տեսանյութ էի հրապարակել, ցույց է տալի ոնց է փշրվում, քանդվում։ Հիմա ցույց եմ տալի, որ 10-20 տարի առաջ տեղադրված նույն սալիկները չեն քանդվել, չեն փշրվել, այսինքն ակնհայտ է, չէ՞, որ ստե որակի խնդիր է ու հաստատ ձմեռս դե աղել ամեն ինչ էլ ցանում են։ Այսինքն հաստատ ստացվում է քաղաքապետարանը որակով սալիկները փոխարինում է անորակ սալիկներով։